Ոչ միայն մարտական խմբերը, եւ երիտասարդներն էին կանայք էին նույնիսկ պարապում։ Այո, չեն ասել, որ փող չկա, եկեք ասֆալտ փռենք, իրական հերոսներին, իսկ հերոսը իրանք էին։ Ինքնապաշտպանական ուժերը այնքան ուժեղ էին, այնքան պարապած էին, որ իրանք կարացան ռազմական դրություն հայտարարեն։ Ախպեր ազատ արի։ Դու արի արդեն ազատագրել ենք, հա։ Ու արդեն ամսի 8-ին դրոյին դիմավորում են։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Բարի օր։ Այսօր մեր հերթական թողարկումն է Հարևորդի Վարդանովներ ոդկասթի։ Այսօր կխոսենք Շատախի ինքնապաշտպանության մասին 1915 թվականից։ Շատախը շատ-շատերին հայտնի չի, որովհետև բանի ոնց որ ասած ինքնապաշտպանության արևը այնքան վառա, որ Վասպուրականի, ասենք, նահանգում եղած ինքնապաշտպանության մարտերը ոնց որ ասած ստվերվում են։ Կարանք ասենք, որ Շատախը Վասպուրականում էր գտնվում, ինքը գավառ էր ու գտնվում էր Վանա լճի հարավային հատվածում։ Սարեր էին ընդ, սարեր, ձորեր, Տիգրիսի ափինը։ Ինքը Տիգրիս գետը, Եփրատը եւ Տիգրիսը հայկական լեռնաաշխարհում են ոնց որ ասած սկիզբ դնում, ակունքները տեղը եւ Տիգրիսը այն միջագետքում եղած լայն գետը չի ընդեղ, էլի։ Տիգրիսի վրա մի քանի փայտաշեն կամուրջներ կային Շատախում, բայց երևի մի քիչ ավելի հետ գնանք, չէ։ Շատախում 12 թվականից կարծեմ գազանությունները երիտթուրքերը սկսել էին արդեն սկսել էին ավելի շուտ, կարծեմ անմիջապես երիտթուրքերի իշխանության գալուց հետո եւ Վասպուրականում ընդհանրապես եղել է ամբոստություններ բազմաթիվ։ Հա, ու Շատախում, երբ որ ծանոթանում ես իր ինքնապաշտպանական մարտերին, տեսնում ենք, որ իրանք չէին վախենում։ Ես ինչին եմ ուզում գամ, նայ, Վասպուրականում էլ քիչ թե շատ պատրաստվեցին, բայց առաջի համաշխարհային պատերազմը սկսելուց հետո Շատախը երևի բացառիկ այն բանով, որ ինքը 2 տարի շուտ էր սկսել պատրաստվել։ Ոչ մեկին չէր լսում։ Շատախը տարբերվում է բոլոր տարածքներից, մի քիչ մոտ է Կիլիկիային իհարկե, բայց Կիլիկիայում քանի որ ապստամբություն եղավ, որը որ ջախջախվեց առաջի համաշխարհայինից 4 տարի առաջ, այդ ժամանակ 30,000 զոհ ատվա Կիլիկիան։ Դրա համար Կիլիկիան այդ իր պատրաստվածությունը, պատրաստվելը նախորոք որ եղել է, ոնց որ ասած ընդհատվել է։ Իսկ Շատախում չի ընդհատվել, 12 թվականից իրենք մարտական խմբեր են կազմել, հրամանատարներ են կարգել, մարտական խմբերը պարապում էին 12 թվականից։ Ոչ միայն մարտական խմբերը, եւ երիտասարդներն էին կանայք էին նույնիսկ պարապում։ Այո։ Շատ նման է հիմա։ Հա, հիմա շատ բավականին նման վիճակ է, ու ասեմ, sense մի բան էլ, էլի, Շատախը ընդհանրապես չհավատաց, որ բանը երբ որ մոտեցավ աղվեսը ծառին ու ասեց ճուտըտքից ուտեմ, այս ծառն իմն է, այս բանն է, եւ ես էլ ծառին վնաս չեմ տա, կացինը չեմ բերի, ձեր երիտասարդներին տվեք տանեմ աշխատացնեմ, հետո մորթեմ։ Մնացած շրջաններին իրանք ոչ մեկին չեն տվել։ Այո, գրեթե ամենտեղ տվել են, երիտասարդներին զոհաբերելով, գրեթե ամենտեղ հասկանալով, որ մեծ ռիսկ է, ասենք 90% երիտասարդներին զոհաբերում են։ Նույնիսկ իմանալով, որ օրինակ Գարայսարի կամ չգիտեմ, Մարաշի երիտասարդներին տարել։ Այո, եւ ինչ է եկել այդ երիտասարդների գլխին, մեկա տվել են, իսկ Շատախը կտրուկ հրաժարվել է, չի տվել իր երիտասարդներին, երիտասարդներից բաղկացած մարտախմբերն էլ, ասենք, հենց նաեւ դրա պատճառով, որ երիտասարդ էին, կարողացել էին մարտերին մասնակցեին եւ կանգնացնեին հակառակորդին հաճախ 1-ին 20 հարաբերությունով կռվելով, նույնիսկ ավել։ 12 թվականից 15 թվականին սկսել է ցեղասպանության ակտերը, 12 թվականից պատրաստվել են։ Չեն ասել, որ բանը փող չկա, եկեք ասֆալտ փռենք, եկեք բանը տուն կառուցենք, չգիտեմ, կաֆել մետլախ,
գյուղի զուգարանով յոլա գնալը ամոթը արդեն եկեք բանը տուն բերենք, բա տուն բերելուց թանգանոց կաֆելով չանենք, կարճ ասած զենք են ձեռք բերել, ունեցել են երևի միակ շրջանն ա եղել, միակ գավառն ա եղել, որի գրեթե հին զենք չի օգտագործել, ասենք 19-րդ դարի զենք չի օգտագործել, միակ գավառն ա եղել, որ երիտասարդները ամբողջությամբ մնացել են գավառի տարածքում եւ մարտախմբերի մեջ են ընդգրկված եղել, 15-ից 20 հոգան, կամ մարտախմբերին կից վարժվող են եղել եւ անհրաժեշտության դեպքում զոհված կամ վիրավորված կամ բացակայող մարտախմբի անդամներին փոխարինողներ են եղել 1-ին 10, 1-ին 20 հարաբերություններով։ Նույնիսկ 2 թնդանոթ են կարողացել այդ ինքնաշեն թնդանոթ են կարողացել ստեղծել, որից նույնիսկ կարողացել են կրակել են ու մեծ վնասներ հասցրել։ Լավ, ներկայացնենք երևի զինվորական մարմնի ղեկավարների։ Այո, որովհետև մենք ասել ենք, չէ, որ իրենց անուն առ անուն պիտի հայտնի դարձնենք մեր հայրենակիցներին, որովհետև չի կարելի սեփական իրական հերոսներին, իսկ հերոսը իրանք էին, հերոսներին չճանաչել։ 3 հոգանոց էր մարմինը, ի տարբերություն, այսինքն իրենց մոտ են զինվորական էր։ Այո։ Հովսեփ Չոլոյանն էր, որը նույն հայտնի է նաև Չատո մականունով, Միրան Տեր-Մարգարյանը եւ Սամվել Մեսրոպյանը։ Իրանցից ոչ մեկ էլի զինվորական չէր։ Չնայած հետո փոխվավ, արդեն ձերբակալեցին Հովսեփ Չոլոյանին ու Տեր-Մարգարյանին, իրանց տեղը փոխարինեցին, մեկը զինվորական սպա էր։ Ոչ թե պրոստը զինվորական էր, այլ պատերազմին մասնակցող զինվորական էր, սպա էր, որը արձակուրդ էր եկել Կովկասյան ճակատից եւ ասենք չէր վերադարձել զորամաս, հասկանալով, որ պահը օրհասական է։ Սպայի ազգանունը Տիգրան Բաղդասարյան, մեկ էլ Չոլոյանինը փոխարինել էր արդեն Աղասի Սիմոնյանը։ Երևի այդ միակ սպան էր, համենայն դեպս ինձ հայտնի, զինվորական կրթություն ստացած միակ սպան էր, որը որ մասնակցել է Վասպուրականի ինքնապաշտպանության կազմակերպիչ, ասենք, ղեկավար օղակներում։ Դրա համար էլ ընդհանուր Շատախ գավառում 95 գյուղ կար, որից 57-ը հայկական էր։ Հա, 60%-ը հայկական էին։ Տիգրիսի ձախ ափին 8 գյուղերը չհաշված, որոնք որոշեցին, որ պետքա թողեն, մնացածը բոլոր գյուղերի համար հատիկ-հատիկ կռիվ են արել։ Այսինքն Տիգրիսի ձախ ափի գյուղերը քրդական ավելի շատ ասեմ են մնացած գյուղերը, որոնք հայաբնակ չէին, քրդաբնակ էին, ու իրանք բարձա ավելի շատ բնակչություն ունեն։ Չկար, միայն քրդաբնակ գյուղեր էին, որոնք շատ մեծ հավեսով, ասենք, մասնակցում էին Թալանին, Կոտորածին, հայերի ջարդին, Թալանին եւ մասնակցել են դրանից առաջ, տասնյակ տարիներ առաջ, հարյուրավոր տարիներ առաջ։ Կարճ ասած, այդ աշիրետները մեծ փորձ ունեին, ասենք, Թալանի անպաշտպան, ասենք, հայերի ոչնչացման եւ Թալանի թուրքական պետականության եւ պետության սանկցիաներից իհարկե օգտվելով։ Բայց ասեմ, տեղի կուսակալ չէր, տեղի կառավարիչը նամակներ, քանի որ շատ են գերիներ էր ենթարկվում։ Ջևդեթին էր ենթարկվում Վանի կուսակալին, քանի որ շատ գերիներ են ունեցել Շատախում, հայերը թուրքերին շատ են գերի վերցրել, նամակներ էլ է շատ ձեռներ ընկել ու ամենտեղ բողոքներ էր գնում, որ մենք զորք չունենք, որտել քրդերն են, քրդերը երբ որ մի բան սկսում են թալանել, թիրքերը թողում են գնում են Թալանին են մասնակցում։ Մի երկու գյուղ, երբ որ իրանք Տիգրիսի վրայով ուրեմն կարողացան կամուրջները վերականգնեն, հայերը մեծ մասը փայտա կամուրջները ոչնչացրել էին, իրանք կարողացան մեծ խմբերով բան անեն, թե թուրքերը, թե թուրք ոստիկանները, այդտեղ զորք գրեթե չի մասնակցել պատերազմական գործողություններին, մասնակցել են Համիդիե քրդական աշիրետները, ժանդարմները ու ուրիշ տեսակի ոստիկանները։ Հա, դե ժանդարման դա զինվոր ոստիկանն է։ Ներքին զորքերն է կոպիտ ասած։ Հա, ներքին զորքերն է։ Լավ, հիմա կենտրոնը շատ թաղներ ու հիմնական բանն էլ ընդ էր հավաքված։ Ղեկավար մարմինը ընդեղ էր, հիմնականում ասենք այդտեղ, բայց չէ, հիմնականում ընդեղ չէին, 120 տուն չէր այդտեղ, ինչքան հիշում եմ։ 220 տուն էր։ 220։ Հա։
Չէ, բոլոր գյուղերում է կռիվներ եղել են, թաղը ուղղակի կենտրոններ, այո, որտեղից արդեն սա սկսեց 15 թվականի փետրվարի կեսերից, երբ որ Շատախի խմբապետերից մեկին Պետոյին դավադրաբար սպանեցին ու հետո Չալոյանին ձերբակալեցին Չատոյին։ Դրանից հետո որոշվեց արդեն մարտի վերջ, մարտի 29-ին, զինվորական ժողով գումարվեց, բոլոր խմբապետերին կանչեցին ու որոշեցին զինվորական դրություն հայտարարել, ռազմական դրություն հայտարարել նահանգում, այսինքն ինքնապաշտպանական ուժերը այնքան ուժեղ էին, այնքան պարապած էին, որ իրանք կարացան զինվորական դրություն, ռազմական դրություն հայտարարեն, էվակուացնեն բոլոր այն հայերին, ովքեր որ Տիգրիսի ձախ էին բնակվում, կարծեմ 2 գյուղ էին, որ պահել էին մինչև վերջի օրը, չէ՞։ Հա, մեկը այդտեղ էլ մարտեր ա եղել, ոստիկանների են գերի վեկալել Շարուրի գյուղերից էր 2 հատ ու Քրմես գյուղներ։ Գիտես, ինձ այդ ամեն ինչի մեջ ինչն է հետաքրքրում, գրեթե միշտ թուրքերը շատ հաղում կռվել են գումարտակներով, վաշտերով չեն կռվել, 400 հոգանոց խմբերով, 400 հոգի հարձակվել է, այս խմբի գյուղի վրա 200-400 հարձակվել է, այս գյուղի վրա սա կամուրջը անցել է, 400 հոգի կամուրջը վերականգնելուց հետո ասենք 400 հոգի է փորձել անցնի եւ այլն, միշտ գումարտակներով այն դեպքում, որ ռազմական ուժ ժանդարմերիան էր, բայց բանակային բանը մոտեցումը շատ հետաքրքիր է, էլի, չունենք տեղեկություններ, այնտեղ զինվորական ռազմաճակատին մասնակցող թուրք սպաներ եղել են, թե մենակ ժանդարմերիան ա եղել, ժանդարմերիան մարտերին չի մասնակցել։ Հայտնի անուններից ոչ մեկ զինվորական չի, տեղի դատախազներ, ոստիկանապետներ, իրենց հրամանատարները։ Զինվորական ոչ Կովկասյան, ոչ ուրիշ ճակատներում առաջի համաշխարհային մասնակցել էր, բայց ինքը մասնակցել էր Բաշկալայում, ասենք հայերի ոչնչացմանը, բայց ինքը գնացել գոնե ռազմաճակատին մոտիկ եղել, մնացածը ընդհանրապես մոտիկ էլ չեն եղել։ То есть ինչ որտեղ դեր է խաղացել նաև այն, որ то есть մեծ խմբերը հուշում են, որ միայն գումարտակներով, այն դեպքում, որ տեղ կարային վաշտով գործեին։ Այդ գումարտակներին հիմնականում 12-ից 20 հոգանոց կամ 15-ից 20 հոգանոց նույնիսկ տեղ ա եղել, որ 8 հոգի գյուղացի է դիմադրել։ 8 պրիտո մարտախմբերի մեջ չընդգրկված այն երիտասարդներից են եղել, որոնք որ մարտախմբերի մոտ պարապել են ընդհանրապես։ Այն ոնց որ ասած մարտախմբերը արհեստավարժ, պրոֆեսիոնալ, բանը կոնտրակտնիկ ոնց որ ասած բաներ էին, իսկ նրանք նորակոչիկներ էին, էլի, ասած որ ասոցիացիա ունենք մեր զինված ուժերի հետ։ Եվ 8 նորակոչիկ կարողացել էր, ասենք, էլի 400 հոգանոց խմբի դեմ կանգնի, դիմադրի մինչև մեջքից 12-ից 20 հոգանոց էլի մի հատ խումբ եկել հարվածել էր ու մի հատ հսկայական մեծ հայկական խումբ 12 հոգանոց շրջանցել է այդ 400 հոգանոց գումարտակը աշիրետներից եւ ջանդարմաներից եւ ոստիկաններից բաղկացած հարվածել է մեջքից, խուճապամացրել, իսկ միջև այդ 8 հոգի նորակոչիկներ, այսպես ասած։ Բան էլի մոտ է, իրանց կվալիֆիկացիաները շատ մոտ է, համ երիտասարդություն, համ մարտական պատրաստության առումով։ Ու ասեմ ընդհանուր թիվը մարտիկների 500 բան չանենք էլի, որ մերոնք բանը մարտերի մասնակցող զորամասերի հետ են կռվել։ Մասնակցել են Բաշի բոզուկների դեմ են կռվել ոստիկանների, բայց քիչ թե շատ կարգ ու կանոն, դե ոստիկանությունը եւ ժանդարմերիա կարգ ու կանոն կար։ Քրդերը Համիդիի, ասենք, մեջ ծառայած քրդերը գրեթե բոլոր աշիրետների պետերը Համիդիեի մեջ ընդգրկված են եղել 400 հոգով որ կարողանում են օպերացիան են, դա արդեն կարգ ու կանոնի մասին է խոսում։ Նշանակում է իրանք ռազմական գերատեսչության մաս չէին, բայց քիչ թե շատ կարգ ու կանոն, կանոնադրություն ու տենց բաներին ծանոթ էին, զենքին տիրապետել գիտեին, դե վերջապես հայերին, ասորիներին եւ եզդիներին էր այդ տարածքում արգելված, ասենք, զենք վերցնել, թուրքերին եւ քրդերին խրախուսվում էր։ Ես ինչի համար եմ դրա մասին նաեւ խոսում, որ
ինչքան էլ իրանք կանոնավոր բանակ չէին, բոլոր աշիրետների առաջնորդները ու քիչ թե շատ, ասենք, հարգանք առաջացնող քրդերը, բոլորը անցել էին Համիդիեով։ Դա համ Գամիշ, համ Շաթախ, կարճ ասած, Վասպուրականի ամբողջությամբ բոլոր գավառների քրդական աշիրետները, բոլորը իրանց առաջի եւ երկրորդ, երրորդ, ասենք, էշելոնում եղած, ասենք, առաջնորդներին եւ հարգված մարդկանցից պարտադիր մարդ էին ուղարկում եւ Համիդիեում զինվորական ծառայություն էին անցնում։ Իսկ Համիդիեն դա ոնց որ ասած բանա ֆանատիկոս բանի մուսուլման Աբդուլ Համիդի, Ջարդարար Աբդուլ Համիդի կազակներն էին, քրդերից եւ չեթեններից, ասենք, չերկեսներից բաղկացած։ Լավ, ասենք, ինչով 29-ի որ ռազմական դրություն հայտարարեցին, վերադառնանք էլի արդեն կոնկրետ ամսաթվերով խոսենք ու որոշեցին, որ Ձախապի այդ 8 գյուղերը չեն պաշտպանելու, դրանից օգտվեցին քրդերը։ Հա։ Միանգամից Խալիբ Լազգի բեյը իր հրոսակներին հավաքեց ու սկսեց թալան, իսկ այնտեղ 2-3 գյուղ չէր հասցրել դուրս գալ, դա Քրմենցներ ու Շահորուրի սկզբում հենց Քրմենցում ոստիկանական խումբ կար 20 հոգանոց իրանց բանարեց։ Նաև պատճառներից մեկը, որ իրանք, ասենք, չէին հասցրել, այն էր, որ դա ոստիկանների աչքերի առաջ եթե անեիր, ոնց որ ասած թուրքերին կա։ Բայց սխալվում եմ, չէ։ Սա բանը Քրմենցում չէր, մի հատ գետի անուն կար Սիլտվիկը, սա մի հատ նայեմ, Սիվտկին, հա։ Այդ գյուղում էր ոստիկանը։ Մինչև այդ 29-ին, երբ որ հարձակվեցին, Քրմենցում ոստիկանություն ուղղակի ժողովուրդներ ու մի մարտախումբ կար, որը կարացավ այդ 400 հոգանոց գումարտակը կանգնեցնի, այնքան կանգնեցրեց, մինչև էվակուացիա տեղի ունեցավ։ Ու առանց զոհերի։ Չէ, զոհերը ունեցել են հենց Հակոբ Աղեկյանի մարտախումբն ա եղել։ Մարտախումբն ա, որ 3 հոգի զոհեր 3 հոգի զոհ, որից մեկը հենց Հակոբն ա եղել, որը արդեն կուրացած վիճակում Մինչև վերջ ինքը մնացել է, մինչև պատրոնները վերջացել է, որ խումբը արդեն կուրացած վիճակում գերի են գնում ու իրան սպանում են։ Դրանից հետո արդեն ամսի 1-ին ոչնչացնում են այդ Սիվտկին գյուղի 20 հոգանոց պահակախումբը, գալիս են ու պաշարում են այդ գյուղը, հայերը։ Գալիս պաշարում են ու ոստիկանը չեն հանձնվում ոստիկանները իրանց այրելով ստիպում են դուրս են գալիս մի խոսքով գերիներ են վերցնում մի մասին սպանում են ու երկու խմբեր ասեմ Բազիկ Պետրոսյան ու Արշակ Ալավերդյանի խմբերն էին մարտախմբերը դրանից հետո Արշակը արդեն Շահրուրա գնում ու որպեսի տեղում էլ երկու պահակախումբ կար բայց միջև հասնում է իրանք արդեն որ տեսել են ինչ էր կատարվել Սիվտկինում կրակները կրակոցներն էին տեսել, թողը փախել էին ու մեծ ռազմավար են թողում։ Զենք զինամթերք են թողում։ Ու դրանից հետո էլի բոլչի լավ էին զինված մերոնք, մի քիչ ավել լավ զինված։ Այդ երկու գյուղը երբ որ մաքրեցին, ոնց որ թաղի հյուսիսը ապահովագրվեց, այդպես ասած։ Ու արդեն ապրիլի 4-ի դրությամբ ժանդարմներին նույնիսկ արգելել էին շատախով անցնել։ Թուրքերը զենքով չէին կարող անցնել։ Իրականում դրանից Ջևդեթը օգտվեց, միջև այդ արդեն ապրիլի 1-ի կողմերը Արամ Մանուկյանին էր խնդրել, որ գար այդ ապստամբությունը իշխանի հետ եկել էին, խոսացել են, մի քիչ հանգստացել էին, բայց շատ բան չէր փոխել։ Սկսեցին բանակցել իրար հետ, ու այդ բանակցությունները համ թուրքերն էր ձեռ տալի, թուրքերը որտեղ սպասում են զինվորական ուժեր մոտենան, ուղղակի մերոնք բոլոր ճանապարհները փակել են։ Լեռնաստներն էին փակել։ Շաթախը լեռնային տարածք է, ինքը բանա ոնց որ ասած բանա Վանից հարավ է ու եթե քարտեզի վրա նայեք, ընդ sense ոնց որ լեռնաշղթա չէ, sense լեռնաշղթաներ լինեն իրար հետ բարձրավանդակ է մի հատ, լեռներից եւ ձորերից բաղկացած, իրա կապն էլ ասենք Շաթախի հետ կապը բանը Վանի կուսակալի եւ ընդհանուր բոլոր ճանապարհները կենտրոնի հետ sense պայմանական գնում էր Փեսան դաշտով
Փեսանդաշտը մտնում էր շաթախի մեջ էր, բայց դե ապստամբությունը մի քիչ ուրիշ ձև է։ Չնայած ընդեղի բանը պաշտպանությունը բանը շաթախի այդ նախորոք 2 տարի, 2.5 տարի պատրաստված ձևով չի եղել։ Ընդեղ եղել է, ասենք, ոնց որ մնացած վասպուրականում մի քանի ամսվա ընթացքում պատրաստված մարդիկ են, ասենք, էլի մարտեր մղել հակառակորդի դեմ, էլի հաջողություններով ավարտված։ Հա, բայց տեղանքը շատ է օգնել ու տեղանքին ծանոթ լինելն է շատ օգնել։ Հա, Փեսանդաշտը բանը սաղ ճամփեքը տեղով էին այդում, նաև դրանից էր, որ Ջևզետի եւ ասենք այդ կուսակալի բանը, կուսակալերով էր ոչ եմ այդ շաթախի բանը նաչալնիկի մեջ կապը բավականին դժվարացրած էր։ Բոլոր հեռագրալարերը կտրել էին։ Դե բնական։ Փայտիս կամուրջները մեծ մասը վնասել էին ու Փեսանդաշտը մի լեռնային ճանապարհ էր մնացել, որը Վանի հետ էր կապում ու մեր հսկողության տակ չէր։ Իսկ Սուրհանդակ ինքը հսկողության տակ էր, բայց գրաված չէր։ Կարում էին անցնել, սուրհանդակները տենց էին գնում գալիս։ Օպերատիվ բանա, ոնց որ ասած, հսկողության տակ էր, բայց չէին գրավում, նաև դրա համար, որ բանա բաց համեմատաբար բաց տարածքում մարտի չբռնվեն բանի հետ, ավելի խոշոր թվով հակառակորդի հետ։ Ու մեծ տեղեկությունները մանրամասն է հասել, որտեվ Սամվել Մեսրոպյանը օրագիր էր պահել։ Հա, բայց ոչ ամբողջական չէ, ամսի 4-ից մինչև ապրիլի սկզբից մինչև ապրիլի վերջ, իսկ մարտերը ոնց որ ասած, մարտերը մի քիչ ավելի շուտ են սկսել։ Հա, դե մնացածը վկայություններով է արդեն հասել։ Հա, բայց բանը բավականին վկայությունները շատ են, պատճառներից նաև մեկը այն է, որ կորուստները շատ քիչ են ընդեղ եղել, համեմատ շատ ու շատ տեղերի, որովհետև գրեթե միշտ հաջողություն են գրանցել մարտերում գրեթե միշտ։ Միայն բանը ապրիլի կարծեմ 24-ին սկսեց անհաջողություն մեր համար, երբ որ բանը փայտի կամուրջը մեկը վերականգնեցին եւ ներթափանցեցին Տիգրիսի աջ ափը եւ գրոհեցին հայկական մեկ սկզբից խոշոր բնակավայր, որտեղ որ հաջողություն չգրանցեցին միանգամից, բայց տունը ձեռից ձեռ գնալով, ամեն տուն ձեռից ձեռ գնալով 3 օր մարդ գնաց, բայց 3 օր հետո արդեն մերոնք ստիպված եղան նահանջեն։ Եթե չեմ սխալվում, Սողզանց գյուղն էր, այս անունը կոնկրետ։ Մերոնք նահանջեցին միջև Թաղ, ինչքան հիշում եմ։ Սոզվանց։ Սոզվանց գյուղում է այդ եղել ու իրականում պատճառներից մեկը, որ Սոզվանց հասել են իրանք, բանում էր կամուրջը անցնելուց հետո այդ կռիվների ժամանակ սարերում են դե մերոնք եղել, ցրտի պատճառով թողել են դիրքերը մի քանի մարտախումբ ու առանց զգուշացնելու իրար ուղղակի լքել գնացել են։ Հա, то есть ինչքան էլ լավ պատրաստված են եղել, մեկը էլի դիսցիպլինան մերոնց մոտ լավ չի եղել։ Ամեն մեկը իր գլխի տերն էր համարում ու առանց տեղյակ պահելու, առանց հրամանի դիրքերը թողել են։ Նաև կապի բացակայությունն էր, կապը չկար, ոչ հեռախոս կար, ոչ հեռագիր, ոչ ռացիա, դա էր պատճառը։ Դա արդեն ապրիլի 25-ին է եղել, այն ամենա, երբ որ հաղթանակը բան չէր մնացել, ափերում էր, արդեն հետ էին շպրտել։ Երևի ավելի ուշ։ Չէ, ամսի 25-ին է եղել։ Արդեն հետ էին շպրտել ու բայց ինչպես միշտ շատ հաղում որ պատահում էր, այդ ամեն ինչը, ասենք, բերեց թուրքերի պարտությանը, որովհետև 3 օր հետո իրանք ոնց որ թե գրավեցին գյուղը, ոնց որ թե առաջ գնացին, եկան մոտեցան Շաթախի, Թաղը արդեն շրջապատման մեջ էր համարյա։ Շրջապատման չէ, բայց մի հատված իրանք փորձում էին արդեն շրջապատման մեջ վերցնեին, բայց հետո ոնց որ ամեն ինչը շատ հաղում ի հպարտությամբ Սոզվանցը երբ որ ընկել է, Սոզվանցում 20 հոգանոց խումբ է եղել, որը պահել է մինչև բնակչություն 400 հոգու դեմ, պահել է ձեռքից ձեռք գնալը, դա 400 հոգու ձեռից 20 հոգին վերցրել է, 400 հոգու ու վերցրել է 20 հոգու ձեռից։ Այդ 20 հոգուց 2 հոգին շատ լուրջ վիրավորումներ են ունեցել, բայց մեկը կռվել են ու չեն լքել դիրքերը, մինչև 15 հոգին չի զոհվել 20-ից։ Ով էր հրամանատարը այդ խմբի։ Խմբի հրամանատարը Հովսեփ Գարունյանն էր։
ու երբ որ իրանք նույնիսկ գյուղը արդեն 5 հոգին կարողանում են դուրս գալ գյուղից, գյուղը սոզվանցը ամսի 28-ին անկնում, իրանք եմ ասում 24-ին սկսում է, մի 3 օր տևում է։ 25-ին այն ամենաբարդ մարտերը եղել, ու արդեն 28-ին դուրս են գալի, 5 հոգին չեն փախնում։ Իրանք Սուրբ Աստվածամայր բոլորը վիրավորված Սուրբ Աստվածածին բանում են թաղ չհասած ընդ մի եկեղեցու Սուրբ Աստվածած փայտից գմբեթում են աղկվում սկսում են մարտել գմբեթ չէ գավիթում ու թուրքերը տեսնելով որ ոչինչ չեն կարող անեն իրաց դեմ որը ոչինչ որն է մարդիկ փոխհրաձգության մեջ են մնում փոխհրաձգության մեջ տենում են որ չի բրծնում իրանց ռազմամթերքը ու կամքը չի կոտրվում ընդամենը 5 հոգու դեմ արդեն այդ 400 հոգին որ անցել էր եւ մտել էր գյուղ բավականին նոսրացել էր մեծ կորուստներ բայց էլի երկու վաշտին հավասար ասենք մոտ 200 հոգի եկել թաղ էին համարյա հասը ու այդ 200 հոգուն 5 հոգուն չի կարում ասենք ոչնչացնի կամ ստիպի որ իրանք դժվար 200 հոգով հենց 5 հոգու վրա գնացածել են գյուղում էլ էին մարդ թողել ոնց է չլինի հա երևի լավ 100 հոգի թող 50 հոգի լինի շրջապատած այրում են Դավիթը բայց գալիս է օգնությունը խումբա գալիս մարտախումբա գալիս ու հասցնում է հանի մարտիկներին ու վիրավորներին բոլոր մի քանի ամեն մեկը 4 եւ 5 ավել ասենք վիրավորվածություններ ունենալով բնական ասենք կյանքի համար ոչ այդքան վտանգավոր դրա համար են Իրաքի վիճակի եղել մարտին 12 ամյա մի հատ աղջնակ է ալնում Սրբուի անունով Սրբուին բաներ Պասիլնի էր հա Սուրհանդակ էր այո որը ինքը բանից թաղից բաներ նամակ էր բերել իրան 12 տարեկաներ ինքը սկի զենքել ձեռ չէր վերցնում եթե զենք ձեռը վերցնել կրակել չէր Սուրհանդակ է եղել ուղղակի փաստերն է որ ինքը այդ բնակչության հետ դուրս չէր եկել մնացել էր այսինքն երեք չի էլ հասցրել դուրս գալ կամ չի հասցրել կամ բուժօգնություն էր հասցնում համենայն դեպս այդ 12 տարեկան երեխեն Սուրհանդակ ա եղել մարտերի ժամանակ եւ այս 5 հոգանոց բոլորը վիրավորված այդ մարտախմբի հետ միջև վերջի վարկյանը մնացել է կենթանի պտի հրկիզվեր այդ 5 վիրավորված մարտիկների հետ որոնք մարտնչում էին բայց օգնությունը թույլ տվեց որ իրանք ասենք ոնց որ ասած փրկվեն այդ արհավիրքից հա ու արդեն երբ որ սոզվանցը վերցրեցին թաղը համարյա շրջափակման մեջ էր մի կողմից էր մենակ որ կապ ուներ արտաքին աշխարհի հետ երկու հայկական գյուղեր բնացել ու արդեն մայիսի սկզբին կատաղի մարտեր սկսեցին թնդանոթ էին ստացել թուրքերը արդեն կանոնավոր բանակ էր լեռնային թնդանոթներ էին բերել կանոնավոր բանակը մի կանոնավոր գումարտակ կամ կես գումարտակ էր կանոնավոր բանակ որպես այդպեսին չեկավ sense հսկայական քանակով բայց ստորաբաժանում ամենակիչը բանը հրետանավորների ստորաբաժանումը եկել էր միգուցե այն մյուսները իրանց սպասարկողներն էին բայց ամենակիչը եկան մարտական փորձով զինվորականներ առաջի համաշխարհայինի մասնակից եւ մարտական փորձով զինվորականներ որոնց հետ հավասարի չնայած իրանք բանակրդերի եւ թուրք ոստիկանների խումբը կարծեմ 6000-ի էր հասել իսկ այս թաղի մարտիկների թիվը 115 էր հա ու այդ ամեն դեպքում հələ պատկերացրեք 110 քանի 6000-ի դեմ ու ռազմական փորձով արտիլերիստներ ու մեկ այլի կատաղի կռիվ ու չհանձնվել հաղթանակներ գրանցել եւ վերջը թաղի համար մարտը ավարտվեց իօգուտ հայերին Անդե նույնիսկ մայիսի 4-ին 10 հոգանոց մարտախումբ կարացավ այդ շրջափակման մեջ մտնի, այսինքն ճեղքեց մեջքից օգնության, ճեղքեց եկավ ներս, ինչը արդեն մեծ ողջևորություն էր տեղի բնակիչների, մարտիկների համար ու հետնել թուրքերի մեջ եւ քրդերի մեջ որոշակի խոճապ տարածվեց, ու արդեն իրանք նորություններն էլ էր հասել, որ Վան էին արդեն մտնում
ու այդ ժամանակ թուրքերը բնական նորություններ ունեին, որ բանա կատաղի մարտերը նաև դրանով է բացատրվում, որ մայիսի սկիզբն էր, մայիսի սկզբին արդեն բանը ռուսական զորքերը հայկական կամավորական գնդերով փախնում էին եւ այդ ինֆորմացիան, որ ռուսական բանակը մոտենում է եւ իրենց առաջնորդում են, ասենք, ոչ թե գլխավորում են, այլ արչեվից ավանգարդ հայկական ջոկատներ են գալի, այդ ամեն ինչ, ասենք, իմանալով թուրքերը փորձում էին Շատախի արծը ամեն գնով լուծել, ամեն գնով, ու չխնայելով ոչ մի բան, ու ամենամեծ քանակ թուրքական զոհերը այդ վաղտ ա եղել, ամենամեծ քանակ։ Բայց ասեմ, որ մայիսի 5-ին թաղեցիները արդեն մտածում էին Սոզվանցը ազատագրելու մասին, հակագրոհի 120 մարտիկ պարապում էր թնդանոթների կրակի տակ, պարապում էին, որ վերցնեին, ու պլաններ ներգծում շտաբը, իսկ մարտիկները պատրաստում էին ֆիզիկա-մարտավարական, ասենք, վարժանքներ էին անում իրենց կրսեր հրամանատարների գլխավորությամբ, որ իրանք իրանցով կարացան վերցնեն Սոզվանցը։ Բայց արդեն թուլացում էին, քրդերի մի մասը թալաններով հեռացել էր, քրդերի մի մասը տեղյակ լինելով մտածում էր, ես խի պետք է սենց ուրիշա հայրին մորթել, հանուն հաճույքի եւ ասենք բանա Ստամբուլի հրամանի, բայց ես խի պետք է զոհվեմ, ու ամեն ցանկացած հարվածից տրջիկ էին տալի։ Որտեվ իրանց ազգային կամ չգիտեմ ինչ շահերից չէր այդ ամեն ինչը բխում, իրանց գրպանային եւ անասնական ինստինկտները բավարարելու խնդիր էր։ Արդեն ամսի 7-ին Շատախը ազատագրվել էր ամբողջովին սեփական ուժերով։ Ու Արամ Մանուկյանն էլ արդեն նվեր էր ուղարկել 2 հրացան ու պատրոն, որտեվ 2 նոր հրացան եւ պատրոն, որտեվ վանն էր արդեն վանում պետք չէր։ Այդքան ասենք հրատապ չէր, ասենք Իրաք Իրարելը։ Դրոն էր արդեն Հասևան, նամակ է ուղարկեց, որ վանում ժողովա մարտա խմբերի հրամանատարներ հետ ուզում անի, պատասխանը Չէ, այնտեղ մի քիչ ուրիշ ձև էր։ Ինքը ոնց որ տիպը գալիս եմ օգնության, բայց ինչ որ բան անենք, իսկ իրան ասել են ախպեր ազատ արի։ Դու արի արդեն ազատագրել ենք, հա։ Ու արդեն ամսի 8-ին դրոին դիմավորում են, ու ասեմ, որ ողջ ընթացքում մենակ Թաղի կողի գյուղերում չէր կռիվները, Շատախի կողի Ընդհանրապես Շատախի գավառներում մեծ մասը, որը Տիգրիսի աճափին էր գտնվում, մեծ մասը այդ գավառի, ինքը ամբողջ տարածքով մարտեր էր գնում եւ այդ տարածքը կարելի ասել հայկական ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ էին կամ մասնակի կամ ամբողջությամբ։ Կարելի ասել, բանա, գոնե միջև, ասենք, ապրիլի սկզբի օրերը ամբողջությամբ, միջև, ասենք, այդ կամուրջը, բանա, վերականգնեցին, հա, իդեպ, քրդերը նես չի, որ աշխատել չգիտեն, մի քանի կամուրջ քրդերը վերականգնեցին այդ առաջինից հետո։ Ես ամսա թվերի մեջ սխալվա իրականում։ Հա, որ ամսվա թվերի։ Դրոյի գալու այդ դրոն 4 օր հետո էր եկե, մայիսի 12-ին։ Հա, դե նշում արել եմ տեսա, էլ։ Դե սկզբից ամսի 8-ին Սոզվանցն են ազատագրել։ Չէ, ես դրոյի հետ եմ։ Դրոն սկզբից մտնում է Վան։ Այնտեղից մի քանի օր ճանապարհ է դեպի, ասենք, Շատախ։ Այնպես չէ, էլի եկավ բարև տվեց, սաղին հետո։ Հաշվի առնելով, որ ձիերով էին, շատերը ոդկով էին, հեծիոտան էին։ Թեկուզ հեծյալները, այնպես չի, որ ձին ավելի մեծ տարածություն է հասնում։ Չէ, դու կարաս արագ ձիով հետաս, բայց կիլոմետրաժը որ գցում բռնում ես մոտորապես նույնն է։ Ու հաստատ բեռնված էին։ Հա։ 12, հա։ Հա, 12-ին է հասել։ 12-ին ավարտվեց մոտորապես 1.5 ամսվա մարտերը։ 1.5, կարելի է դաժե սենց անել, էլի 44 օրյա մարտերը։ 42 օրյա է, բայց ոչ թե 44, որտեվ միջև է, ասենք, գոնե բաներ եղել է, ես ինչքան հիշում եմ, այդ Գամիշի ջարդերը մի քիչ ավելի շուտ փորձեցին անեն, չէ։ Հա, իդեպ, ձեզ մի բան էլ ասեմ, հայր ջան։ Ուրեմն մենք ունենք շատ դառը էջ, բանը այդ մոտավորապես այդ ռեգիոնից մշո դաշտը, երբ որ մի օրում, մի քանի օրում հսկայական քանակ մարդկանց Հիտլերի ասած հարցը լուծեցին։
Ադոլֆ Հիտլերն էր ասում, չէ, ասենք հրեաների հարցը փորձել իրականում։ Այ Շատախում վասպուրականում ընդհանրապես նույն ձևով փորձել են, չէ, կոնկրետ հիմա մենք Շատաղից ենք խոսում, փորձել են չի ստացվել իրաց։ Փորձել են ու չի ստացվել ու գլխավոր պատճառը նախորոք նախապատրաստվելն էր, նախորոք միտեղ ավելի շուտուց ու ավելի լավ են կզծրել հակառակորդին, միտեղ մի քիչ ուշ են սկսել, զոհերը մի քիչ շատ ա եղել, կորուստները մեր մոտ մի քիչ ավելի շատ ա եղել, քան Շատաղում ու հաջողություններն էլ, ասենք, այդքան փայլուն չէին, ոնց որ Շատաղում։ Շատաղը 8 հոգանոց խումբ կարում էր դիմադրեր միգու մարտակի դեմ, 12 հոգանոց խումբ կարար 50, 60, 70, ասենք, ավազակի ոչնչացներ, իսկ դրանք այդ ավազակներ էին, էլի վերջո, մարդակեր ավազակներ պետական մանդատներով, էլի ասենք, ոնց որ ասենք հարևան երկրի որոշ, լավ չխորանամ, այնտեղ 12 հոգանոց խմբով կարում էին 50, 60, 70 հոգու ոչնչացնեն ու հետ շպրտեն ու դա պարապելու արդյունքը հայեր պարապելու միակ տարածքը որ նորմալ պարապելա հայը եւ այսենց ռեզուլտատ ատվե դա եղել է Շատաղը մնացած տեղերը պատրաստվել են պարապունքները շատ քիչ են եղել շատ ու դրա պատճառով էլ, քանի որ պարապած չեն եղել, ամեն ձև փորձել են զոհեր տալով, սկուտերի վրա երիտասարդներին տալով, այնքան որ կռիվ չլինի։ Իսկ Շատախում իրենք սկսեցին, որտեվ տեսան հեսա սկսվում է, պատրաստ էին, իրանք ասեմ 300 հոգու համար նախատեսված 6 ամսյա պաշար ունեին։ Սննդի իմիջայլոց գարում կապ չունի գյուղական, ասենք, տարածքա ու պաշարները բավականին սուր իրանք հավաքել են զինվորականների համար դեռևս 12 թվականից իրանք դրա մասին մտածել են եւ հնարավոր է հենց 12 թվականից սկսել են կամած պաշարներ կուտակել մարտախմբերի համար մարտախմբերի եւ իրենց աջակցող ասենք երիտասարդ խմբերի համար Շատախում ոնց որ Վանում երեխաները էլի պատտվում էին գնդակներն էին թշնամու հավաքում, տանում էին զինագործարան կար, որտեղ փամփուշտ էր պատրաստվում, մարդկանց մոտից արճիճի ինչ կար հավաքել էին գնդակներ էին պատրաստում, 2 թնդանոթ կարողացան շատ կարճ ժամանակում պատրաստել, 3 օր տարբերությամբ Շատաղը միակ տեղն էր փեսանդաշտն էլ իր տարածքն էր, էլի որը որ ոչ թե բնակավայր էր հայկական կոնտրոլի տակ, այլ տարածք, հարյուրավոր, հազարավոր հեկտարներ։ Շատախի ճակատը, ռազմաճակատը 50 կիլոմետր է եղել, կարելի ասել 500 հոգով պահել են։ 50 հոգի։ Մենակ Շատախի էդի թաղի բանն եմ ասում, Փեսանդաշտը չեմ ասում, Փեսանդաշտը այդ սարի։ Էդի երբ որ ասենք բանը արդեն մարտական դիրքերը սախ ձևավորվեցին, կարծեմ պայտի նման տեսք էր ստացել, ոչ թե ուղի գծով էր 50 կիլոմետր։ Ու այդ պայտի նման բան անդե արդեն 70-80 կիլոմետրի էր հասնում։ Փեսանդաշտն էլ որ գումարենք, անդե ավելի ասենք բանալ։ Հա, բայց իրար հետ կապ չեն ունեցել իրականում, ինքնապաշտպանական։ Փեսանդաշտից եկել են, օգնել են թաղեցիներին։ Այո։ Բայց տարբեր է եղել, որտեվ իրանց մեջ նույն գավառի մեջ էին, բայց լեռներով անջատված է եղել, իրար հետ կապ պահվել է, բայց մարտական խնդիրներ իրար հետ չեն լուծել, իրար հետ լուծել են ընդհանուր, ասենք, խնդիրներ, ասենք, ճանապարհը կոնտրոլի տակ պահելով կամ ամբողջությամբ, ասենք, գրավելով Փեսանդաշտի բոլոր ճանապարհները կամ այդ մի ճանապարհը, ոնց որ ասում էր վաղուն, այդ որ կոնտրոլի տակ էր պահվում, գոնե դիտարկվում էր, տեսնում էին, ասենք, պասելիներին, սուրհանդակներին, տեղաշարժ եւ այլն, եւ պետք եղած վաղ կարողանում էին, որտեղ պետք է իրանց կամ ոչնչացնեին կամ ձերբակալեին։ Երևի այսքանով ավարտենք այսօր։ Չէ, կարելի է մեկ էլ մի բան էլ ասել, որ Փեսանդաշտի պաշտպանական համակարգը Շատաղի մեջ բոլչի չէր մտնում, ինքը մտնում էր կողքի, կարծեմ, Գամիշ, Գավաշեր ոնց որ գտե Գամիշ։ Այդ գավառի ոնց որ համակարգի մեջ։ Հա, ուրիշ գավառի մեջ էր մտնում։
ինքը կարելի ասել բանա շաթաղի մասը չէր ընդհանրապես նաև բանա ստրուկտուրալ, то есть կառուցվածքային, մարտական կառուցվածքային չէր մտնում մեջը։ Մարտականով չէր մտնում, հարևաններ են, չէ, հարևաններ են, հարաբերություններ եղել են իհարկե, ոնց որ ասեցի, ընդ սուրանդակների դեմ առնել, կապը պահել եւ այլն, բայց ինքը ստրուկտուրալ չի մտել շաթաղի, ոնց որ ասած, ստորաբաժանումների այդ ինքնապաշտպանական ուժերի մեջ։ Այսքանով վերջ։ Հա, առաջարկում եմ մյուսը խոսենք շապին Գարայսարից։ Ճիշտ է, հաղթական այդպիսով չի որպես այդպիսին չի վերջացել։ Պատվաբեր է, ինքը գլուխ գովալու տեղ է տալի, բայց բացասական վերջնակետ է։ Կարող է դրա մասին չխոսանք։ Խոսանք ցավալի վերջապես եկեք ինքն նահատակ չենք զոհ ոնց ասեմ։ Չէ, դե իրանք կրվել են, զոհվել են ու անուններ կան հայտնի, այդ անունները հիշատակել է պետք։ Շատ քիչ մարդ է մնացել այդտեղից։ Այո, այո։ Այնակ երեխաներ են մնացել ու աչքակապություն չանենք, մենակ դրական արդյունքները արի բան չանենք, էլի։ Ճիշտ ես ասում, շապին Քարայիսարը լավ են կռվել, շապին Գարայսարում շատ լավ են կռվել։ Շատ լավ են կռվել։ Օրինակ Էդեսիայում էլ են կռվել ու հերոսաբար են կռվել, բայց չի կարելի ասել, ասենք համեմատել շապին Քարայիսարի հետ։ Չգիտեմ, շապին Քարայիսարը կարող է ինչ-որտեղ Անդրանիկի հետ կապված էր, դրա համար sense մի քիչ։ Հասա Ղոզանյանն չէ ազգան։ Դե Ագին Ղոզանյաններ կային։ Մի խոսքով մյուսը շապին Գարայսար խոսենք։ Պայմանավորվեցի։ Եթե մեզ լսողները, մեզ նայողները ինչ-որ առաջարկություններ ունեն, կարող արդեն մեկնաբանություններում գրեն, լավ կլինի լայքեր դնեն, որպեսզի այս տեսահոլովակը շատ Չէ, ինչ լայքեր, կիսվեք, էլի այո, ինչ հալարում եք, կիսվեք, հաստատ տեսի մեր հայրենակիցների համար, շատ-շատերի համար նորություն է, որ պարզվում է մենք 1.5 միլիոն ցեղասպանվելուց բացի նաև հարյուրավոր հազար հոգի, ասենք, ինքնապաշտպանվել ենք իմացել, իսկ ասենք մի քանի հազար հոգի էլ դիմադրելը սկսել է նախորոք, ասենք շաթաղը։ Կիսվեք, հայր ջան։ Կիսվելուց բացի, եթե ուզում եք շարունակական լինի, գրանցվեք Տետքի Patreon-ի էջին, աջակցեք Ոմային, կամ ֆիզիկապես մասնակցեք գործերին, ցանկալի է ֆիզիկապես, եթե ֆիզիկապես չեք կարող, ֆինանսապես։ Կամ էլ գմբեթ կառուցելուն եկեք, ասենք, կամավորներ։ Հա, հղումները արդեն վիդեոյի տակ կլինի։ Շնորհակալություն։ Ստեսություն։ Հաջողություն ձեզ։